Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 20-ը։ Ձերբակալվել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վարդանանց հրապարակում առավոտից լարված իրավիճակ էր։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան ու քաղաքի ճարտարապետին մեղադրում է առանձնապես խոշոր չափերի կաշառակերության գործով, որի շրջանակում ձերբակալվել է ևս 6 մարդ։ Հրապարակից բերման է ենթարկվել 23 հոգի։ Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմը գործադուլ է հայտարարել։ Վատիկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։ Նախորդին Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցել է Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի եւ 6 այլ երանելիների սրբադասման արարողությանը, որը նախագահել է Հռոմի պապը։ Կիրակի Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին II վեհափառը հավատացյալներին ասել է, որ Միքայել, Բագրատ, Մկրտիչ սրբազանները, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել են քաղաքական որոշումով եւ շինծու մեղադրանքներով, ապա հայտարարել. հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական եւ դատապարտելի գործողություններին մեր Սուրբ եկեղեցին անսասան կմնա, նույն նվիրումով շարունակելով իր առաքելությունը եւ ծառայելով ազգին ու հայրենիքին։ Ոչ թագավորներին կարգախոսով միլիոնավոր մարդիկ են դուրս եկել Ամերիկայի փողոցներ։ Նախագահ Թրամփի քաղաքականության դեմ տեղի ունեցել 2600 ցույց։ Մինչև այդ հրապարակվել էին արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութեր, որոնցում Թրամփը թագ է կրում եւ կործանիչից ցեխով ռմբակոծում է ցուցարարներին։ Հայտնի են դարձել Լուվրում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած խոշոր գողության մանրամասները։ Հանցագործները կարողացել են տանել 9 թանկարժեք իր, որոնք պատկանել են Ֆրանսիայի վերջին կայսր Նապոլեոն III-ին եւ Եվգենիա կայսրուհուն։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։